Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագիր է ստորագրում։ Ձեզ համար պարզ է հայտնի է ինչ փաստաթղթի մասին է։ Ոչ մեկին էլ հայտնի չի, բացի իրանից։ Ինքը այնքան տականքա, որ ինքը իրան ամեն ինչը իր ներսով անում է, ինքն իրան գիտի, թե ինքը ամենագիտունն է։ Իսկ որոշ բաներ ձեզ հայտնի չեն, Արունակ Ալիևը հստակ պահանջներ ա դրել 350 Դե կատարում է դրա համար էլ ներկայացնում է Ալիևը։ Անում է։ Ինչ ուզում է տալիս է, որ իրական գանել ուզի, իրական գանու աղջիկան է կտա։ Այդքանը։ Դուք պատկերացնում եք ինչ կկատարվի Հայաստանի հետ, եթե 350,000 ու ավել ադրբեջանցիներ լցվեն մեր։ Դե բնականաբար, ինչ որ այսօր կատարվել է Արցախում, նույնը Հայաստանում կկատարվի։ Բոլորից կակսորեն, կմնանք անհայրենիք, չգիտեմ ինչ։ Ոնց որ այսօր արցախցիները, չգիտեմ, ոչ տուն ունեն, ոչ տեղ ունեն։ Դուք կարծում եք այդ քաղաքականությունն է իրականացվում հայի դեմ, Հա, բա իհարկե։ Այս ամեն ինչը սա Փաշինյանի Ալիևի աղբոր իրանք իրար հետ հաց են ուտում, ջուր են խմում, հարց են լուծում։ Մենք ով ենք, որ իմանանք ինքը ինչ փաստաթուղթ է ստորագրում, տականքը։ Իսկ մենք իրավունք ունենք, չէ՞, պահանջելու իրեն հրապարակել առաջի կետի։ Չի հրապարակում, այսօր առավոտը նայում, ասում են Արցախի մասին էլ չխոսակ։ Գիժը, հոգեկան հիվանդանոցի կարիք ունի ինքը ավելի շատ։ Բա մենք ոնց ենք Ասկովի հանդուրժում իրեն։ Քնացրել է սաղից, նարկոտիկ, բանի տակ է, նարկոզի տակ է սաղից դրել է նարկոզի մեջ։ Օդի մեջ երևի նարկոզ են, չէ՞ որ սաղից քնած վիճակում ենք։ Ոչ մեկս ձեն չենք անում, հանդուրժում ենք ամեն ձևի իր տականքությունները։ Իսկ ընդդիմության հատվածում կան ուժեր, որոնց վստահում եք։ Կան, բայց ինքը փորձեց, ոնց որ դոգին այսօր ինքը ընկած հետևից, որտեղ իր ամեն ինչը հանեց մեյդան, բոլոր այդ իր բաները հանեց, ջրի երես բերեց, ընկած այդ մարդու հետևից, որ կարար մենակ այդ մարդն էր կարում, մի ժամվա մեջ ինքը այն մարդուն հանեց դատվելուց, մի ժամվա մեջ ինքը կարա հարց։ Դա մեր երկրում նորմալ ընդդիմություն, ասենք 100 խոսքեր կարող իրա։ Թող լինի տենց, թե չէ ես ինչ անում։ Գոնե նա խոսում է, հայոյում է, ինչ որ գործ անում է, բայց սա вообще դրելա մեզ էշիտեղ չոշ անում։ Հիմա ինչ պիտի անենք, ոնց պիտի համախմբվենք, որ կարողանանք կանխել Հայաստանի պետականության վերացման վտանգի առաջ ենք, ոնց պիտի կանխենք։ Չեմ կարող ասեմ, որովհետև ես լավ բան չեմ զգում, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից, ինքը փորձում է հայերին վերացնի ու վсё։ Նպատակասլացված ինքը սաղից բան արեց, այն որ ասում է համոզեց, ոնց եկավ, փողոցից եկած ինչ պետք է լինի, գնաց իբր Գյումրիից եկավ, ամենաթասիբով մարդկանց մոտից եկավ, բայց մարդիկ վստահեցին, հավատացին ու ճիշտ ասած քանի հոգու հետաքրքրվել են, ոչ մեկ իրան չի ընտրվել, թե ինքը ոնց երկրորդ անգամ ընտրվեց, դա արդեն զարմացած է։ Չեք վախենում, անհանգստություն չունեք, որ 2026-ին էլ կարող է նույն կերպ վերընտրվել։ Շատ հնարավոր է, բայց ինձ թվում է չէ արդեն։ Ինքը իրան այն որ ասում արդեն ավարտեց։ Արդեն ինքը հոգեվարքի մեջ է, փրփուրներից է կախվում չերեսչուր։ Հոգեվարքի մեջ է ինքը արդեն, էլ ինքը դժվար անցնի, որտեվ ինքը տեսնում է, որ ժողովուրդը ինքը ձեզ թվում է չի լսում այս ամեն ինչը, թե ինչ հայոյանքներ, ինչ ան։ Իր երեխեքը ոնց են այս ժողովրդի անես գիտակից ոնց է դուրս գալու։ Ամեն ինչը թանկացրեց, չի մտածում այսօր ժողովուրդը ոնց է ապրում, աշխատանք չունեն, կեսը հիվանդ են, ամեն մեկը տարբեր խնդիրներով գույքարկը թանկացրեց, աղբահանությունը ես շատ գիտեմ քառակուսի մետր, ինչի քառակուսի մետրից է դուրս գալի աղբը, չէ, բնականաբար մարդն է արտահանում այդ աղբը ինչ կապ ուներ, գույքը հարկ, ամեն մթերքները, ամեն ինչը թանկացրել է, այս արդեն ժողովուրդը ի վիճակի չեն լինի, որ ասում է ծայրահեղությանն է հասել։ Այսինքն եւ նաեւ ժողովրդի տված խոստումները 2018 ոչ մի բան չի արել ինքը ոչ մի իր մենակ խոստում տվեց, ժողովուրդը ուղղակի արդեն լքված էր, հուսահատված էր, չգիտեմ, եւ այլն, դրա համար են որ ասում է կպան սրապոչից եկան, որովհետեւ ինքը ի սկզբանե բաները պիտի հաներ, կարմիր գծերը պիտի հաներ, կամերաները պիտի հաներ, էժանություն պիտի աներ, գազը պիտի իջներ, ջուրը պիտի իջներ, հոսանքը պիտի իջներ, այնքան կուտ տվեց այս հայ ազգին, որի կարիք ուներ, կուտ ուտելու կարիք ուներ հայ ազգը, կուտը կերան ու վсё։